Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մայիսի 4 Միթե մարդն ինքն իր համար աստվածներ կշինի, չէ որ նրանք աստվածներ չեն։ Երեմիա 16:20 Հին Իսրայելի ամենատարածված մեղքը կռապաշտությունն էր։ Հոգևոր Իսրայելը հակում ունի միևնույն սխալը կրկնելու։ Աստծո ասղն այլևս չի փայլում, կանայք այլևս լաց չեն լինում Թամուզի համար։ Բայց մարդիկ դեռ երկրպագում են ոսկե հորթին, ծառայելով մամոնային և հպարտության տաճարները ևս դեռ քանդած չեն։ Սեփական եսը զանազան ձևերով ու դրսևորումներով փորձում է իրեն ենթարկել ընտրյալներին, իսկ մարմինը զոհասեղաններ է կառուցում ամենուր, որտեղ դրանց համար տեղ է գտնում։ Այսպես ծնողի մեղքի պատճառը հաճախ դառնում է սիրելի երեխաները, և Տերը հաճախ վշտանում է տեսնելով, թե մենք ինչպես ենք նրանց պաշտում ու փայփայում չափից ավելի։ Նրանք մեզ համար պակաս անեծք չեն դառնա, քան Աբիսողոմը Դավթի համար, կամ նրանց կտանեն մեզանից կիսադատարկ թողնելով մեր տները։ Երբ քրիստոնյաները ցանկանում են ապագայում զրկվել խաղաղությունից ու քնից, թող ամենաթողությամբ մեծացնեն սիրելիի զավակներին։ Ճիշտ է ասված կուռքերի մասին, որ դրանք աստվածներ չեն, քանի որ մեր անմիտ սիրո հասցեատերերը մեզ կասկածելի օրհնություններ են բերում։ Նրանցից ստացվող սփոփանքի մեջ վտանգ է թաքնված, իսկ օգնությունը, որ նրանք կարող են ցուցաբերել մեզ, իրականում մեծ չէ։ Այդ դեպքում մենք ինչու ենք վազում ունայնության հետևից։ Մենք խղճում ենք դժբախտ հեթանոսներին, որոնք երկրպագում են քարե արձանին, իսկ մենք երկրպագում ենք ոսկե կուռքին։ Ուր է այն մարմնավոր կուռքի գերազանցությունը փայտե կուռքի հանդեպ։ Բուն սկզբունքը, մեղքն ու սխալը երկու դեպքում էլ նույնն են, բայց մեր դեպքում անօրենությունն անհամեմատ ավելի աղաղկոտ է, քանի որ մենք ամեն դեպքում լուսավորված ենք, և չնայած դրան մեղանչում ենք լույսի ներքո։ Կռապաշտը երկրպագում է կեղծ աստվածությանը, քանի որ իրական Աստծուն երբեք չի ճանաչել, բայց մենք երկու չարագործություն ենք գործում, թողնում ենք կենդանի Աստծուն և դառնում ենք դեպի կուռքերը։ Թող Տերը սրբի մեզ այս աղաղակող անօրենությունից։ Իմ սրտում ապրող կուռքին, որ թանկ է ինձ համար բայցին, դու տապալիր քո սուրբ գահից, որ սիրտն իմ քեզ միայն պաշտի։